Բայց մատ ուրիշ հետաքրքիր բան եմ օրինակ նկատել, որ պատվիրատուն գալիս է ու ինքը sense արդեն գիտի, որ դու իր հետ աշխատում ես, իր մոտ աշուշենիա, որ դու իր անձնական աշխատողն ես։ Իրան թվում է कि կարելի է համերգուսին զանգի։ Առավոտը մուննատ գա վրեդ, ասի քիչ գիշերը հեռասը վերցնում։ Նայ, օրինակ ասենք այդ առումով պետք է շատ համբերատար իրանց բացատրես, որ համբերատար գիշերը վերցնես հեռասը։ Հա, օրինակ ես սկզբնական հատվածում եղել է, որ ասենք թիմին, ժողովրդին ասել եմ երեխեք, այդ մարդը sense մարդ է, բայց պետք է իրան այնպես վիճակի բերենք, որ ինքը հասկանա, որ sense պետք է աշխատի մեր հետ։ Օրինակ ու ժամի չէ։ 11-ին զանգի կամ հաճախակի միթեր են ուզում։ Ախր այնքան ծայրագությունից ծայրագություն կա, կլիենտ կա կորում է, հուրհավիտյան, հա, չկա շապատով, կոմունիկացիան դժվար, կլիենտ կա, ասենք հակառակ չէ։ Հա, դրա համար այդ կառուցվածքը, որ ոնց որ ի սկզբանե ասենք այդ կամ ոնց որ կառուցվի, հենց ասեմ, հա, դի կարևոր է, որովհետև իրոք այդ խնդիրը կա, ասենք, իրանք կամպանիային ոնց որ outsource-ն ան, տալիս են որ outsource դու անես, ու մտածում են որ դու իր անձնական աշխատողն ես կամ կամպանիայի ներսում գտնվող ոսկի դիզայները կլինի, content writer-ը կլինի, իր անձնական աշխատողն է։ Հա, այդ էլ է խնդիր, գիտես, որ անձամբ կարող է առանձին գրի, չէ՞։ Օրինակ ասենք դիզայներին ինչ որ բան գրի։ Մի քիչ այդ հատվածն է պետքա հղկվի, որովհետև պետքա պատվիրատուն ինչ տեսակ ուզում են ինքը պետքա հասկանա, որ ինքը աշխատող չի ընդունել հասկանում ես, որ առտնես գիշեր հետևի ինչ անում։ Դա ընդհանուր process է, որտեղ իր պրոյեկտի վրա չեն աշխատում մի հոգի կամ երկու հոգի, աշխատում է մի քանի հոգի թիմ, եւ այդ թիմը եթե ինքը իր մոտ օֆիս տանի, այդտեղ լրիվ ուրիշ բան է, բայց եթե ինքը դա outsource անում, պետքա հասկանա, որ այդ outsource-ը այո, կարա ավելի շատ բան տա եւ ավելի մատչելի տա, քան հիմնական թիմը։ Այսինքն պետք է բերես նենց վիճակի, որ ինքը հասկանա, որ օրինակ պետք է թիմի շփվի, ընդհանրենք PM-ի հետ, հա, որտեղ թիմում կա պրոյեկտի մենեջեր, որը այդ ամեն ինչը, ասենք, մենեջ անում։ Եվ իր հարցերը ոնց որ ուղի այդ մարդուն, այդ կոմունիկացիան տենց ստեղծվի, ժամային առումով պետք է ինչ-որ սահմանափակումներ դրվի, որ այս ժամին չենք զանգում։ Եսին գիտես կարա ինչ-որ հրատապ եսի ինչ լինի, մի հատ ինչ-որ տենց ֆորս մաժորային իրավիճակ։ Հա, դա նորմալ երևույթ է, հա։ Հա, այդ էլ ալինում, դες չենք բացառում։ Դա էլ կարա լինի, մենք նես չի որ տենց 6-ից հետո փակում ենք հեռախոսները անջատում կորում ենք, էլի։